Ողջույն բոլոր ընկերներ եւ բարի գալուստ մեր երկրորդ դասընթացի նվիրված Primavera P6 ծրագրին, որը հիշեցնեմ նախատեսված է շինարարական նախագծերը կառավարելու, ժամանակացույցեր ստեղծելու, ձեր բյուջեն, ռեսուրսները կառավարելու համար։ Այս դասընթացին մենք սկսենք արդեն սովորել թե ինչպես ստեղծել պորտֆոլիո եւ ինչպես ստեղծել նախագիծ այդ պորտֆոլիոյի մեջ։ Դրա համար տեսեք մենք գտնվում ենք activities բաժնում, մենք հետ ենք գնում projects այստեղ եւ եկեք այս գծի օգնությամբ, այս մինուսի օգնությամբ փակենք բոլոր պորտֆոլիոները։ Տեսեք, այս դեպքում ես ունեմ 2, դուք ունենալու եք ընդամենը 1, որը կոչվելու է Enterprise։ Հիմա գնում ենք Enterprise, այստեղ վերևը եւ գնում ենք Enterprise Project Structure։ Սա կարելի է ասել, մենք կարող ենք անվանել սրան պորտֆոլիո, ավելի հեշտ հասկանալու համար թե ինչի մասին ենք մենք խոսում, բայց P6-ում սա կոչվում է Enterprise Project Structure կամ EPC։ Այսինքն ամենտեղ Google-ում կամ YouTube-ում, եթե դուք հանդիպեք EPC հասկացությունը հենց P6-ի վերաբերյալ, դուք կհասկանաք թե ինչի մասին է գնում խոսքը։ Այս պատուհանում դուք կտեսնեք բոլոր ձեր պորտֆոլիոները եւ թե ինչպես են նրանք դասավորված։ Դա շատ կարեւոր է։ Այստեղ դուք կարող եք լիարժեք կառավարել ձեր պորտֆոլիոյի տեղը կամ դիրքը։ Հիմա եկեք սկսենք 0-ից։ Վերցնենք այս RB 1-ը իմ դեպքում ես ջնջեմ, որովհետեւ դուք սա չունեք, որպեսզի մենք սկսենք նորը ստեղծել։ Այսպես։ Դուք ունեք նույն այս տեսքը եւ եկեք հասկանանք թե ինչպես կարելի է նրանց առաջին հերթին կառավարել, հետո կտեսնենք թե ինչպես կարելի է ստեղծել։ Օրինակ, եթե դուք փակեք այս մինուսը, դուք կտեսնեք, որ բոլոր ձեր պորտֆոլիոները անհետացան։ Դա նշանակում է, որ բոլոր այս պորտֆոլիոները, որոնք դուք տեսնում եք, պատկանում են Enterprise պորտֆոլիոյին։ Ինչպես անգլերենում ենք ասում, սա Enterprise-ը համարվում է parent portfolio կամ ծնող պորտֆոլիոն եւ մնացածը համարվում են իրանց երեխաները։ Հիմա սրանց դիրքը դուք կարող եք փոխել այս սլակների օգնությամբ, որը ունեք աջ հատվածում։ Հիմա ենթադրենք, մենք ուզում ենք այս IT-ին ընդհանուր իր lob 1 եւ lob 2-ով հանել enterprise-ի մեջից։ Դրա համար սեղմում ենք IT-ին եւ սեղմում ենք ձախ։ Տեսեք, ձախ հատվածում դուք միանգամից կտեսնեք փոփոխությունը եւ հիմա փորձեք փակել enterprise-ը, դուք կտեսնեք, որ IT-ին հիմա աշխատում է առանձին։ Նույնը դուք կարող եք անել բոլոր պորտֆոլիոների համար, որը դուք ունեք։ Հիմա մենք կարող ենք վերցնել lob 2-ը եւ նրան բարձրացնել դեպի առաջի դիրք։ Մենք կարող ենք նրան իջացնել։ Մենք կարող ենք վերցնել IT-ին եւ շարժել նրան դեպի աջ եւ նա նորից կհայտնվի enterprise-ի տակ։ Եթե մենք IT-ին փորձենք շարժենք եւս մեկ անգամ աջ, ապա սա արդեն կհայտնվի corporate-ի տակ։ Այսինքն սլակների օգնությամբ դուք կարող եք լիարժեք կառավարել, թե որտեղ է գտնվում ձեր պորտֆոլիոն։ Սա արած է նրա համար, պատկերացրեք, դուք մեկ շինարարական կազմակերպություն եք եւ դուք ունեք տարբեր տեսակի նախագծեր։ Դուք ունեք բնակելի շենքեր, դուք ունեք կոմերցիոն, դուք ունեք ճանապարհների նախագծեր, թունելներ, կամուրջներ եւ այլն։ Այսինքն բոլոր այդ տեսակի նախագծերը կարելի է դնել առանձին պորտֆոլիոների մեջ, որպեսզի դու հեշտությամբ կարողանաք կառավարել, թե ով է կառավարում կոնկրետ նախագիծը կոնկրետ պորտֆոլիոյի մեջ։ Դրան հավելյալ, ով է կառավարում ձեր պորտֆոլիոն։ Ներքևում դուք կարող եք տեսնել, որ մենք ունենք responsible manager։ Այսինքն ամեն պորտֆոլիոյի համար դուք կարող եք նշանակել, թե ով է կառավարում ձեր պորտֆոլիոն։ Հիմա եթե մենք բացենք այս ցանկը, բերենք այս կողմ, դուք կտեսնեք, որ մենք ունենք select relationship manager, որը նշանակում է ընտրեք select responsible manager, այսինքն ընտրեք ձեր պատասխանատու մենեջերին, ով կատարելու է կամ ով հետևելու է այս պորտֆոլիոյի ընթացքին։ Այստեղից դուք կարող եք ընտրել, թե ով է կատարելու այդ աշխատանքը, բայց մենք նաև հավելյալ կսովորենք, թե ինչպես կարելի է ստեղծել նոր responsible manager-ներ։ Հիմա եկեք փակենք սա։ Ներքևում, երբ որ դուք վերցնում եք կամ ընտրում եք ցանկացած պորտֆոլիո, դուք նաև կտեսնեք, որ մենք ունենք EPS ID եւ ունենք EPS name։ Սրանք շատ կարևոր նրբություններ են, որովհետեւ դուք կարող եք ունենալ տարբեր պորտֆոլիոներ նույն անուններով, կրկնվող անուններով, բայց դուք չեք կարող ունենալ պորտֆոլիո, որը ունի նույն EPS ID-ն։ Այսինքն ID-ները միշտ պետք է լինեն տարբեր ցանկացած նոր կամ առկա պորտֆոլիոյի համար։ Եկեք ստեղծենք նորը։
Հիմա եկեք այստեղ ընտրենք այս lobby 2-ը, հետո անում ենք add։ Դուք կտեսնեք, որ նոր պորտֆոլիոն միանգամից ավելացավ IT-ի տակ։ Մենք ուզում ենք նրան շարժել դեպի ձախ, տեսեք հիմա սա գտնվում է Enterprise-ի տակ, մեկ անգամ էլ մենք հանում ենք նրան Enterprise-ի մեջից։ Հիմա սրա համար մենք պետք է տանք ID եւ պետք է տանք անուն։ ID-ն օրինակ կարող ենք գրել RB20, որը բացվում է, հապավում է որպես Residential Building 20, եւ հիմա անունը կարող ենք հենց գնել օրինակ 20 Story Building։ Եվ վերջ, մեր նոր պորտֆոլիոն արդեն պատրաստ է։ Մենք կարող ենք փորձել անել copy եւ paste, դուք կստանաք այսպիսի ինչ-որ մի հատ պատուհան, ասում եք yes, տեսեք ինքը հարցնում է թե ինչ օպցիաները պետք է copy արվի կոնկրետ այդ պորտֆոլիոից, այս դեպքում դուք կարող եք OK անել բոլորը, այս դեպքում էլ նույնը բոլորը, եւ տեսեք դուք միանգամից ունեք արդեն երկրորդը։ Ու տեսեք ինչն է այստեղ նորից ամենակարևորը, երբ որ դուք անում եք copy կամ ստեղծում եք նորը, տեսեք անունը նույնն է, բայց ID-ն արդեն տարբեր է։ Այսինքն մեր ID-ն RB20 էր, նոր ID-ն եղավ RB20-1։ Հիմա եթե դուք անգամ փորձեք այսա copy անել եւ դնել այստեղ, անում ենք paste, տեսեք։ Եվ սխմում ենք այստեղ վերև ինչ-որ միտեղ, դուք միանգամից կստանաք այս warning-ը, որ դուք չեք կարող ունենալ EPC ID-ն նույնը տարբեր կամ երկու պորտֆոլիոների համար։ Այսինքն EPC ID-ն պետք է լինի unique։ Անում ենք OK, մենք կարող ենք այս մեկը հիմա այստեղից ջնջել, որտեղ մեզ հարկավոր չէ։ Տեսեք, դուք ստանալու եք այսպես ինչ-որ մի հատ պատուհան, անում եք yes, մենք ունենք այս մեկ պորտֆոլիոն, մենք սովորեցինք թե ինչպես կարելի է նրան կառավարել, copy անել, ստեղծել նորը, անգամ ջնջել եւ թե ինչ ինֆորմացիային դուք պետք է ուշադրություն դարձնեք։ Այսքանը այս դասընթացի համար սովորեցինք թե ինչպես կարելի է ստեղծել պորտֆոլիո, հաջորդ տեսալովակին մենք սովորենք թե ինչպես ստեղծել արդեն նախագիծ։ Էնպես որ, եթե ձեզ հետաքրքրում են այս դասընթացները, եթե դուք փորձում եք սովորել P6-ը կամ Microsoft Project-ը, անպայման հետևեք իմ YouTube-յան էջին, եւ եթե ունեք հարցեր, գրեք իմ LinkedIn-յան, Facebook-յան կամ YouTube-յան էջերին, ես մեծ հաճույքով ձեզ կպատասխանեմ, եւ եթե ունեք ցանկություն խմբական կամ անհատական դասընթացների համար, նորից գրեք իմ էջերին, ես կլինեմ կապի մեջ։ Էնպես որ, կիսվեք ձեր ընկերների հետ, մինչ հաջորդ հանդիպում։